Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Սև Սպիտակն է։ Գնել Սարգսյան, Գագիկ Մկրտչյան, ուզում եմ մի հատ հետաքրքիր բանով սկսենք, որը կապ չունի ընդհանրապես քաղաքականության հետ, բայց որը մեր միջավայրի բաղկացուցիչներից է կարելի ասել, այսօր մի հատ հետաքրքիր դեպք կա տեղի ունեցել, ընդ որում սրա մասին մենք չենք էլ խոսել, սենց մի անգամ։ Մենք այսօր ոչ մի բանի մասին չենք խոսացել, հա։ Ուրեմն մեկը օրը ցերեկով մտնում է խանութ Մաշտոցի պողոտայի վրա, խանութում կանայք, երեխաներ, առևտուր են անում ու ասում է պայթացնելու եմ այս խանութը։ Բոլորը ստեղից իրական դեպք եմ ասում, պայթացնելու եմ։ Հրապարակած է։ Չէ, այդ դեպքը տեղի ունեցել իմ հարազատի հետ։ Վերջը, այս մի կերպ էս սրան, այս արարածին դուրս են հանում այդ խանութից, մարդիկ ահաբեկված, փախնում են, բանում, դրսում կանգնած են մեր սիրելի պարեկները։ Պարեկներին էլ է հայոյում, պարեկները ոչ մի բան չեն անում ու սիրուն թողում գնում է։ Հետո հեռախոսը փոխանցում են պարեկին, ես ասում եմ փոխանցեք պարեկին, էլի։ Վտանգավոր բանը, մարդը եկել է ահաբեկչության մասին հայտարարություն անում։ Պարեկ ասում է, գիտեք ինչ, մենք կարծում ենք, որ ինքը հոգեան խնդիր ունի։ Ասում եմ, եղբայր, դու ոչ հոգեբան ես, ոչ հոգեբուժ ես, ոչ էլ ես, որ ենթադրենք, որ այդ մարդը հոգեկան խնդիր ունի։ Չէ, գիտես, ոնց առավել եւս եթե հոգեկան խնդիր ունի, ինչ որ ձեր հայտնվել է իր մոտ մի բան, որը կարա պայթեցնի։ Հա, դուք վստահ եք, որ ինքը ես էլ ասացի, վստահ եք, որ գրպանում նռնակ չունի։ Կարաք վստահ լինեք։ Դե չէ։ Բա ասում եմ, ինչ այդ մարդուն չեք մեկուսացնում։ Դե ես ասում եմ, ու օրինակն եմ բերում, ասում եմ, տես ինչ տեղի ունեցավ Եվրոպայի կենտրոնում։ Օրը ցերեկով այն մեկը այն խեղճ անգլիացի էր, երևի, թե հոլանդացի, չեմ հիշում, դրեց մորթեց։ Գիտես, այդ կողմից երևի թե մեր իրավապահ մարմինները իսկապես շատ փափուկ են գործում, շատ փափուկ։ Այս Թավշյա Թավիշն է ոստիկանության։ Չէ, Թավիշը իրանց հետ կապ չունի։ Ինձ թվում է ընդհակառակ, իրանք չեն այնքան էլ լավ չեն ըմբռնում, թե օրենքի խստությունը կիրառողը որքանով են իրենք ու ինչ պիտի անեն այս դեպքերում։ Տես ես լավ հետաքրքիր թեմա ես դու առաջարկում, արի խոսենք։ Բայց վտանգավոր էլ թեմա է։ Միացյալ Նահանգների օդանավակայանում հատկապես Լոս Անջելեսում, այնտեղ եմ եղել, ուրիշտեղ չեմ եղել։ Առաջին անգամ դեռ 2009 թիվն էր, որ գնացել էի, ինձ ճանապարհում էին արդեն մարդիկ այնտեղից, գնացի մի ամիս ու կես հետ եմ գալիս ու խոսակցության ժամանակ, այն ժամանակ մեր լեքսիկոնի մեջ բանը կար, չէ, բոմբ։ Որից մենք ասենք լավ, թույնած մենք տերորիստ, բոմբ, չէ, այդ բոմբ բառը մեր լեքսիկոնում ինչ որ կար, մենք նկատի չունեինք գրումբը, էլի։ Բոմբ սեղաներ կսած, ասենք թե։ Ուրեմն այդ նախադասությունը ասում եմ ու տղերքը միանգամից գնել, ասում եմ ի՞նչ ա եղել։ Կարող է շուրթերից հետ եթե անգամ կարդան, չլսեն էլ։ Կստեղ կտամպոլին կտանեն մինչև չստանան իրանց հարցերի պատասխանները օդի դու 7 պորտով մինչև չստուգեն։ Չթողնի։ Օդանավակայանում բոմբ բառը չի կարելի օգտագործել։ Հիմա այստեղ այդ թեմայով ասեմ, որ հələ պարեկների վրա զարմացած եմ, որովհետև գոնե պարեկները մի քիչ ավելի ոնց որ նոր ձևերով աշխատում են, Ես էլ էի դրա վրա զարմացած։ Ես հրապարակային խոսել եմ դրա մասին, ուրեմն ընկերոջս մոտ երկու տղա են աշխատում 44-օրյա պատերազմի թեթև հաշմանդամություն ստացած տղերք են։ Իմ ընկերոջը մի աշխատող էր պետք, բայց այդ իմաստով երկուսին էլ ընդունել էր ու որ շատ ծանր աշխատանք չլինի։ Այսինքն երկու տղերքի գործը մի մարդու գործ էր, բայց ինքը երկու էր ընդունել, բայց մարդիկ գնացել պատերազմին, մասնակցել բանն։ Ուրեմն գալիս այս տղերքից մեկը առաքիչ կանգնում է մեքենայով, մտնում է խանութ, դուրս է գալիս, տեսնում է մեքենայի միջից բումաժնիկը տարել են դրամապանակը։ Մեջը բացի գումարը, նաև իր պրավան է, վարորդական իրավունքն է։ Դե գոնե այդ են ուզում հետ բերեն, նախ որ գնում են գայի, այնտեղ ասում են չէ, պիտի գնաս բացի նոր քննությունը,
քանի որ դու պատերազմին մասնակցել ես, ինչ որ sense բան են ասում, դու պիտի մի ամիս պարկես։ Հա, հոգեբուժարանում։ Պիտի այդ թուղթը բերվի այնտեղից մի ամիս հետո, որ մենք նոր թույլ տանք, այսինքն այդ մարդը 3 տարի է մեքենան քշում է 4 տարի է։ Այդ խնդիրը չի եղել։ Եթե տենց բան կա, հասկանում եմ ինչ են ասում։ Բայց ուրեմն բա ոնց եք մարդուն օրինակ ակտ ուղարկել։ Ձեզ չէ հետաքրքրել, այս մարդը մասնակից է պատերազմի, տանեք մի հատ ստուգի, չէ օրինակ։ Այսինքն այդ հետո դիմում են մի հատ էլ ոստիկանություն, կամերաները վերցնում են խանութի, այդ մարդու դեմքը կա, ես անգամ կարամ դնեմ հրապարակային մի ցույց տամ, իմ մոտ կա այդ մարդու դեմքը, ով որ գողացել է այդ դրամապանակը կռված տղի։ Ու այս ոստիկանները տեղն են բերում դրան։ Հա, ասում են, էսի հոկտեմբերյանցի, չգիտեմ ինչն է, ստեղ է աշխատում։ Աշխատել նկատի ունեն իր տարածքն է գողություն անելու։ Իրանց կլիենտն է։ Մինչև հիմի չեն բռնել։ Այս տղեն 44 օրեն աշխման մնացած է։ Այդ ամեն ինչի արդյունքում ինչքան սրտին կառնի գնաց Հայաստանից։ Գնաց։ Անկամ այդ օրերին ներքին գործերի նախարարը մամուլի ասուլից էր թե ինչ էր, չեմ հիշում, թե ճեպազրույցի ընթացքում նեղվում էր, որ քաղաքացիները ոստիկանների հետ չեն աշխատում։ Ոնց աշխատել։ Նկարը բերել տվել են ձեզ, դուք էլ ճանաչել եք ով է։ Հա, այս նույն այս դեպքում էլ մոտեցել է ոստիկաններին, ասել է, այս մարդը, այսա ձեր կողքով գնում է, սենց բան է ասել։ Ոստիկանները ուսեր են թափել։ Մեր լրագրողների Ջիրայրը Ոսկանյան, որ հարցակվել էին վրան, ոստիկանը կանչում, այս ոստիկաններն ասում են, դե մենք ինչ անենք, պիտի գնաց քաղումս դիմում գրես։ Հեռախոսը ստարել են, ու հենց հիմից սպառնում են այդ, ոչ մի բան։ Դե այս տղեկն էլ ասել են Չգիտեն այդ ժամանակ ինչ պիտի անեն։ Այս ոստիկաններն էլ ասել են զանգեք համապատասխան տեղ։ Հա։ Այդ համապատասխան տեղը չգիտեմ, վերին գրասենյակ, հա, չգիտեմ ուր։ Սա թող մեր ոստիկանությանը ուղղակի հայտարարություն լինի, որ սենց պարեկներ կան։ Կամ մեզ ասեք, մենք որ դեպքում կարող ենք ձեզ դիմել։ Հա։ Ինչ կարող ենք ակնկալել։ Մի քիչ մանրամասնենք, էլի, կամ էլ եկեք այս կապիկությանը վերջ տանք։ Այս քաղաքացին պիտի Հայաստանի Հանրապետությունում իրեն ապահովի կա։ Այդ զգացողությունը առաջին հերթին դուք եք բանան։ Իհարկե շատ դեպքերում շատ դրական փոփոխություններ կա։ Մենք դրա մասին շատ ենք խոսել։ Այո, ով մենք դրա մասին մշտապես խոսել ենք, անգամ մեր առանձին վերսած հաղորդումներում էլ խոսել ենք, բայց այս իմաստով այդ խնդիրը կա, ոնց որ տվյալ պահին արագ գործելու, արագ որոշում կայացնելու, ես չգիտեմ, ինչն է խանգարում, չգիտեմ, իսկապես չգիտեմ։ Դե, ամեն դեպքում ինձ թվում է համապատասխան եզրակացություն համապատասխան մարմինը կանի։ Ինչ անենք, գանք տեսար են օրը Ռուսաստանին չարից։ Այն օրը չէ, այսօր առավոտվանից սկսել։ Այսօր առավոտն է եթեր գնալու։ Ճիշտ։ Մենք այսօր մի օր շուտ են գրվում հարգելի պատճառով։ Գիտես ինչ, այս Ռուսաստանի համար էսի արդեն լուրջ ահազանգ է, շատ լուրջ, երբ որ գալիս է 500 ԱԹՍ, հասնում է Մոսկվա, ընդ որում թիրախային հարվածները այստեղ երևում է նաև այն փաստը, որ իրանք խփում են, որ այդ ինքնաթիռներից մեկը, ԱԹՍ-ներից մեկը, որ փոքր ինքնաթիռներն գնում է ադրբեջանական Սադավոդի վրա։ Այն հայտնի Սադավոդի վրա, բայց էդի կարար ընկներ որտեղ ասես։ Հետո էլ բողոքում են, ասում են բանա, քաղաքացիական թիրախներ են ընտրել։ Ու սահմանից քանի 100 կիլոմետր թռել անցել են այս ԱԹՍ-ները, այն Մոսկվան, որ ինչ տեխնիկա կար հակաօդային պաշտպանության, այդ ամեն ինչը բերվել է Մոսկվա, իրանք այդ հակաօդային պաշտպանությունը ճեղքել են։ Ինչ գիտես ինչն է հետաքրքիր, Մկրտչյան։ Ես մի քիչ կասկածում եմ, որ այդ ԱԹՍ-ները Ուկրաինայից օդով եկել են Մոսկվա։ Հա, դու նկատում ես, որ էլի են անգամվա նման, ինչ որ կերպ անցկացրել, հավաքել, բազավորել են։ Չէ, բայց մեծ էին։
մի երկու տեսանյութի մեջ ես որ տեսա, Դա այսինքն երևի ախր ռազմական մասնագետներ էլ չունենք, որ մի քիչ էլ գիտեք, կամ ունենք ռազմական մասնագետներ, որ իրանց գործն են լուր անում, հրավիրես չեն գա, ամաչում են կամերայի առաջ, դե մի մարդիկ կան կոմպլեքսներ ունեն, կամ ունենք մարդիկ, ովքեր կոմպլեքս չունեն, բայց ներկայանում են ռազմագետ կամ ռազմական փորձագետ, բայց զրո ավելի ես մեկին էլ գիտեմ, իմ շատ սիրելի հարգելի ընկերներից մեկն է, դե անունը չեմ հնչեցնում, որը փայլուն մասնագետ է, իրեն հրահանգված է, չգնալ եթերներ։ Գիտես, մի հատ Ախր դա էլ անհասկանալի։ Դա ինչքանով է անհասկանալի, մենակ այդ ուղղությամբ դες չի։ Ես եղել եմ մի քանի դեպք, որ ասենք օրինակ, թեկուզ տնտեսագետ, որ աշխատում է նախարարությունում էկոնոմիկայի, կամ ասենք ինչ որ մի նախարարությունում աշխատող մարդու, ով հաճելի է խոսում, հետաքրքիր է խոսում ու ըմբռնելի, ասել եմ իսկ ինչ կլինի, եթե այս թեման podcast-ի շրջանակներում ասում եմ, թե պիտի վերադասին հարցնեմ։ Ինչ աշխատում վերադասին հարցը։ Ինչից ենք խոսելու։ Չէ որ դու տնտեսագետ ես առաջի Հա, հերթին։ մենք պարզապես ուզում ենք մարդկային լեզվով քեզ հետ զրուցել։ Չենք ուզում նախարարի հետ խոսել։ Իհարկե հաճելի կլինի նախարարի հետ խոսելը, բայց նախարարը ունի որոշակի կաշկանդվածություն, ինքը քաղաքական դեմք է եւ այլն եւ այլն։ Իսկ սենց մասնագետները ընդհակառակ ավելի բաց են խոսքի մեջ ու կարող ինչը գաղտնիք է, մի ասեք, բայց գոնե բաներ կա բացատրեք։ Հասարակությունը թող կրթվի։ Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ նա գաղտնիք ու 1000 հատ գնելու գագիկ էլ լինեն, չեն կարող ձեզնից այդ գաղտնիքը փոխել։ Չէ, կարանք, բայց մենք կհասկանանք, որ չենք ասում, ուրեմն ասելու չի։ Չենք անի։ Ու այդ իսկապես բոլոր պետական ինստիտուտներում, բոլոր այդ նախարարություններում այդ խնդիրը կա։ Պիտի վերադասի թույլտվություն վերցվի, այն էլ լավ ցանկալի կլինի մենք կապվենք վերադասի հետ, որ նոր վերադասը թույլատրի աշխատողը գա, այդպես ժողովրդավարություն չի լինում։ Ես համաձայն չեմ։ Ես էլ համաձայն։ Và մարդը կարող է ուզում գա ներկայանա, խոսա, ինչ գիտեն, կարող է դրանից հետո ինքը սկսի նաև քաղաքականությամբ զբաղվել։ Այսինքն հնարավորությունները խեք փակում։ Ռուսաստանից էինք խոսում։ Չէ՞։ Սա բումերանգ է։ Ընդ որում այս բումերանգը իրանց վրա պատտվելու է նաև այս հայկական ապրանքների արգելքներից հետո։ Կհաղթարենք, մի կերպ կհաղթարենք, որոշ մարդիկ, որոշ ջահագին մարդիկ կտուժեն, բայց ումից են տուժում։ Տուժում են այն երկրից, շատերը, որոնց արևով երթում էին ուտում, ասում են դեռ Ռուսաստանը ուրիշ է, մեր բիզնեսը լրիվ Ռուսաստանի հետ է, էս այն է, ու Ռուսաստանը տենց անում։ Ու անգամ չէին էլ ուզում նկատել, թե ինչքան վատ է, որ մեր բիզնեսը ամբողջովին Ռուսաստանի։ Խաղի, ասենք, ինչի պետք է 80%, 90% կախվածություն ունենա այդ փնթի շուկայից։ Փնթի շուկա, որտեղ մենք լավ գիտենք։ Այո, հարմար է, մեզ էլ է հարմար։ Ճամփին գնում են, պաչկով փողը, սրան էլ են տալիս, նրան էլ են տալիս, ուզած ձևով եւ այդ մարդը չի զարգանում։ Այդ մարդը իր ապրանքը եվրոպական չի բրենդավորում։ Այն օրը շատ լավ բան էր գրել Տիգրան Ջրբաշյան, շատ խելոք բան էր գրել։ Ասում է ծիրանը աշխարհի եզակի մրգերից է, որի անվանումը երկրի անունով է։ Այո, աբրիկոս էդի բան է։ Հա։ Այսինքն մենք այդ բրենդը ունենք, ֆրանսիացիները ունեն իրանց շամպայն ու կոնյակը, չէ՞, որը ուրիշ ոչ ոք իրավունք չունի։ Մենք ունենք այդ ոնց էր կոչվում, աբրիկոտ, հայկական սալոր։ Հայկական սալոր, բայց հետաքրքիր է հնչում։ Ամեն դեպքում շատ լավ հնչեղություն է ու շատ լավ ապրանք կարա դառնա։ Ու ասում է մենք ոչ թե պետքա ծախենք ծիրանը կիլոյով, հատով պետքա ծախենք։ Ու ինքը այն երես առած շուկայի համար է։ Իսկ այդ երես առած շուկայի դեպքում դու անենց եկամուտները կարաս ունենաս, որ ասենք մի տոննա ծիրանից ավելի թանկ կլինի։ Մենք դրա մասին չենք խոսում։ Հələ տես ադրբեջանցիները ինչեր են անում, վրացիները ինչեր են անում։ Չէ, մենք էլ ենք անում, բայց հետ ենք այդ իմաստով։ Այն մեկը մեզնից տոլմեն ա գողանում, այն մեկը մեզնից լավաշն ա գողանում։ Այսօր վրացական որ վիդեոները նայես, ռուսական որ վիդեոները նայես, հա, լավաշը, տոլմեն, էսի, էնի,
Ինչի համար, որտեղ մենք Գիտես, ժամանակին իրանք շատ դեպքերում միանգամից չեն հարցակվում, որ նկատելի չլինեն։ Իրանք շատ զգուշորեն, դանդաղ, քիչ-քիչ սովորացնելով մենք դրա մասին հիշում ես ականջին խոսացինք եւ մի անգամ։ Ինչա նշանակում իրանց այդ չուր չխելան, էդի իրանցնա։ Առաջ ոտ կներեք։ Այսինքն ամենահնագույն խաղողագործության երկիրը Հայաստանն է։ Ամենահնագույն գինեգործարանները Հայաստանում են Բայց իրանք հասկացրել են, որ գինին վրացական Հա, ու իրանք հիմա ասում են, ասեն գինիներ, ճուշխելն էլ, այսինքն մեր շարոց են, անգամ։ Հիշում ես դրա մասին խոսացինք։ Այդ հələ դուք պետքա մեզ համոզեք, որ էդի ձերն է։ Հա, ձեր Խաչապուրին ձերն է։ Չէ, այդտեղ էլ հարցեր կան։ Ամեն դեպքում ընդունենք Խաչապուրին իրանցնա, Ինչի համար։ շատ վնասակար սնունդ է։ Ինչով։ Ամեն Խմորա պանիրով։ մարգարինը հերիք է մեջին։ Չի լինում։ Լավ։ Վերադառնանք։ Դե մենք մեր վատ կողմերն էլ ունենք։ Հա, իհարկե։ Դե ոնց կարող է։ Չէ, մենք այդ կողմից հղկված ռազմավարություն չունենք։ Ու գիտես, երևի թե այդ նրանից է, որ բան ենք, այս բառը հազարներով ունել, արխային ենք ընկել, որ դե մեկը ով չգիտի։ Այդ գործը թողել ենք ազգովին մենք խեղճ Սեդրակ Մամուլյանի վրա։ Հա, Չէ՞։ Բայց ասենք դրանով պետքա նաև նախարարություններ զբաղվեն, ռազմավարություն պետք է։ ռազմավարություն պետքա լինի, հələ գնա իտալացուն ասա, գիտես ինչ, հայկական պիցցա։ Մի հատ էլ կողքից քեզ կհանի։ Չէ՞։ Ինչի մասին Կթաղի պիցցայի մեջ։ Պիցցայի մեջ կթաղի, ասենց ասած։ Բայց մենք ասենք մերը գիտենք, դե հիմա փաստա անունը մերն է, Աբրիկոսի Ծիրանի դեպքում։ Փաստ աշխարհում չկա որևիցե երկիր, ես գրեթե բոլոր երկրների Ծիրանը փորձել եմ։ Շատ երկրներում կա, բայց այն որ ռուս ասում է близко не стоит, հիմա էսա։ Ուրեմն պետքա պետականորեն դրա մասին մտածել։ Հա, մենք լիքը ոլորտներում շատ ուժեղ առաջընթաց Գիտես, այս աչքովս ընկավ մեր Դավիթը շատ հիանալի։ Ես էլ եմ ողջունում եմ Դավիթ ջան, Ծնեբեկի արտահանումը, չէ՞։ Հա, մի հատ ինքը հարցազրույց էր տվել, շատ հետաքրքիր օրինակ էր բերում։ Ասում եմ, տեսեք, ասում է, այստեղ օրինակ, ենթադրենք, թարխ ունենք արտահանում Ռուսաստան, ո՞նց ենք արտահանում, վերցնում ենք թարխունը, հատատում ենք sense մի հատ հայկական կամ ռուսական թերթով։ Մի հատ ժեշտի կտոր են գտնում դրանով էլ բան են կանում։ Եվրոպան այդպես չի ուզում։ Հա։ Բայց մենք սովորել ենք այդ դրան, Հա։ Մենք չենք ուզում տեսնենք Եվրոպացին ինչ կսիրեր, ինչ նախասիրություն ունի, ոնց կարելի է իրան բերել մեր կողմ։ Իմիջիանոց ես ասեմ, շատերն ասում են թուրքական ապրանքը ամբողջ Եվրոպայում կա, բան, հա, կա, ու շատ էժան է, ու այնպես չի, որ այնտեղ եվրոպացիները օգտվում են այդ թուրքական խանութներից ու սնունդից։ Իրանք չեն օգտվում։ Այնտեղ հիմնականում արևելքցի հենց երկրներից, հայերը, արաբները եւ այլն, թուրքերը, հենց նույն քրդերը, որովհետեւ մեր տարածքների քիմքին մի քիչ մոտիկ է, ու մենք այդ մակարդակի վրա ենք, շատ իր ձևերին վրա էլ չենք խորանում, հա։ Բայց մենք կարող ենք հենց այդտեղ քո ասացի նման բրենդը բարձրացնելով, որակը բանանելով, տանել այդ ուղղությամբ, որ հասկացնենք, որ սա իհարկե բոլորն էլ կարող են ունենալ, բայց լավ կլինի, որ դու ունենաս։ Հա։ Սենց է։ Ընդ որում նույն բանը վերաբերվում է նաև մեր հանքային ջրերին։ Հա։ Նույն բանը վերաբերվում է մեր կոնյակներին, որ վաղուց մենք պետք է արդեն բրենդավորացնենք, անունը որոշենք, ինչա, ոնց է։ Կոնյակ չի կարա մնալ։ Հա, չի կարա։ Ընդ որում, տես, մեր կոնյակի անունը բնական է, չէ՞, բանից խորհրդային տարիներից է հելել, որ ասենք խորհրդային երկրներում արմյանսկի կոնյակ լսում են, դա այն ժամանակվա պրոպագանդան է։ Սովետներ թկած ուներ բրենդ, այդ իննա պատկանում։ Բայց Ղրղստանից մինչև Ուկրաինա սա գիտեն, կոնյակ ուրեմն հայկական, չէ՞։ Այսինքն դա խորհրդային գովազդներ, պրոպագանդան էր աշխատում։ Լավ, դրանից հետո հիմա որ կոնյակ արտահանում են ու որ փակել, շատ դեպքերում իսկապես այդ կոնյակն էլ կոնյակի նման չէ։ Այդ գինին էլ գինու նման չէ։ Գինին, այնպես բան է, ոնց ինչ գինի դու ուզում ես սարք, ինչ կան ուզում ես լավ որակով բան ստանաս, շիշը 1000 դրամից ավել արտադրողի վրա չի նստի։
նո ես չեմ խոսում արդեն ակցիզային հարկ բան չգիտեմ ես ինքնարժեքն եմ ասում հիմա դու վերցնում ես էլի սպիրտս խառնում հետո որ ինչ անում Որ ինչ։ Քեզ անում էդի։ Նույնն էլ կոնյակը։ Դրա համար էլ եկեք այդ կոնյակից հրաժարվենք։ Ախպեր, էս մեր խմիչքը կոնյակ չի։ Ինքը հա սովետի ժամանակ կարար կոնյակ կոչվել, դե ինքը արևմուտքին ուներ բզբզալու։ Ունենք այս ինչը, որը աշխարհում մեկ հայտնի է, այդ ինչի կոչը բռնենք գնանք առաջ։ Այդ ինչն էլ բերեք անուն դնենք, տանենք առաջ։ Հա։ Ու դու էլ ես տեսել, ես էլ եմ տեսել, ասենք Ռուսաստանի։ Բայց մեր մոտ այնքան բաներ կա, որ ավելորդ ձևով սրբազնացվել, որ չի կարելի դրանից խոսել հանկարծ, ոնց դու Չէ, բայց պետք է խոսենք, ինչի։ Շատ դեպքերում պետք է իսկապես մի հատ զգացմունքայնությունը դնենք մի կողմ, փորձենք առողջ դատելով, քննարկելով գնանք։ Ես չեմ ասում, ես ինչ ասեցի ճիշտ եմ ասում, եկեք հենց այդպես անենք, բայց խորելու տեղ ճիշտ ասելով գնանք դաթարի։ Գնանք դաթարի, կարճ դաթար մեր եթերում։ Հիմա Վերադառնանք։ այդ ինչից որ խոսում էիր, Եվրոպան sense լայն բացել է դռները, այս ռուսական ապուշությունների հետևանքով, ընդ որում նաև ֆինանսավորում է մաքսային ծախսեր, բան 400 քանի 412 միլիոն էր։ հա եվրոյի, հսկայական գումար է։ Կես միլիարդ։ Շանս է տվել ժողովուրդ ձեզ։ Նա ձեզ թափ տվեք։ Դες հնարավորություն, երևի ցանկացած երկիր կերազեր։ Ոչ մի երկրի տենց բան չնել արել։ Նաև հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, նաև հաշվի առնելով ռուսական սանկցիաները, մարդիկ ասեն, չէ, մենք Էսեն բանավ են, որ ասում են չկա չարիք առանց բարիք, հիմա չարիքից ելնելով այդ բարիքը եկել ընկնում է ձեռքներս, ասում ենք, չէ, չենք ուզում, ինչ չարիքն ենք։ Նույն Դավիթը այդ ծնեբեկի մասին որ խոսում էր, ասենք տես բան չի եղել։ Մի անգամից մտեն Սինգապուրի շուկա։ Մի անգամից, ասենք 100-ամյա բաներ կան, արտադրումներ կան։ Ինքը շատ աշխատասեր է։ Շատ, ընդ որում մեր աչքի առաջ 2 տարվա ընթացքում նայում ես, հա, այնպես բաների է հասնում, ընդ որում գիտես ինչ, մեր ժողովրդական խոսք կա, էլի, ասենց բրախած հողատարածքներ, որտեղ մաքսիմում պետքա որ այն արվույթ ցանեին, իոնջա չեմ ասում, էլի, հարևանների լեզվով, արվույթ ցանեին, ինչ երկու հատ բերք հավաքեին, չհավաքեին, այդ հողը տենց անիմաստ մնում էր։ Բայց այդ հողի վրա դու եթե կարաս ծնեբեկի նման բարձրաժեք կուլտուրա աճացնես, այն էլ արտանը դու տեսավ չէ սանտիմետրերով, բաներով, չափերով, հատով, քանակով, բահարկղները։ Փաթեթավորումը շատ կարևոր է։ Ասենք այսօր մեր ընդդիմադիր բանը կուսակցության ղեկավարը, որը վիճարկում է արդյունքները, բաները ընտրությունների, ասում էր կործանում է իշխանությունը, կործանում է Հայաստանի գյուղատնտեսությունը։ Հիմա ստե մի հարց։ Ժողովուրդ, ով դրեց գյուղատնտեսությունը այս սանկցիաների մեջ։ Ով։ Ձեր հոգևոր հայրը։ Դուք էլ ասում եք այսպես կլինի, եղավ։ Հիմա այդ ի՞նչ է նշանակում։ Բայց գիտես, այնտեղ մի հետաքրքիր բան էլ կա, ծաղիկների շուկան։ Հոլանդիայի նման երկիր Նիդերլանդները, որ աշխարհի թիվ 1-ն է, ծաղիկները մոնոպոլիա է ու ինքն է։ Աուկցիոնը բացում է Հայաստանի համար, որը որ պետք է տարիներով քննություն տար։ Պլատֆորմա ստեղծում, ամեն ինչով պատրաստ է աջակցել, այս գիտեք Ես էլ եմ ասում, սա մեր սիրուն աչքերի համար չի, սա այստեղ շատ լուրջ աշխատանքներ են եղել արած, ինձ թվում է նախապատրաստված են եղել։ Դե հա, մի անգամից, որովհետև հաշվի առել են, որ կարա sense process-ներ լինի, որովհետև այնքան տեմպով այս ամեն ինչը գնում, որ տեսնես, որ սա արդեն ինչ որ բազա եղել է այդտեղ։ Մի բան էլ արի դիմենք մեր հեռուստադիտողներին ու YouTube-յան դիտողներին Ժորժ ջան, այս պահին որտեղ տեսնեք հայկական ապրանք, գնացեք առեք։ Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում։ Անգամ ոչ թե սուսփուս առեք, շատ բացահայտ մտեք խանութ, ասեք կներեք հայկական էս ինչ, ունեք նախապես իմանալով որ կա, մտեք ու հարցրեք, լսացրեք։ Հայկական կոնյակ եմ ուզում։ Այ դա լսացնել է պետք։ Սա կլինի, որ ազգովի մի բան ենք անում։
Հա։ Իսկապես։ Մենք ասում ենք դրսում Էդի 10 հատ օրինակ գերմանացի կլսի 11-րդը հարակ ասի։ Ես ոնց որ լավ բան է։ Հա, նա դելը տանեմ տուն։ Ու որ տանի տուն հաստատ դուրը գալու է։ Եթե Հայաստանից մտել է Եվրոպա, ուրեմն չի կարա իրանց դուրս Այդ բանը հիշում ես, չէ՞, որ ժամանակին Շուստովն է արել։ Որը։ Այդ պատմությունը չգիտես։ Դե նմանատիպ Շուստովը սրանից 120 տարի առաջ թե 130 տարի առաջ, երբ որ հայկական կոնյակը առաջի խմբականակը արտադրում է, ու սկսում են արտահանել նաև Եվրոպա, մի քանի տենց ջահել, սիրուն, սիմպաթիչնի տղեր կա ուղարկում Եվրոպա, լավ հագած, հարուստ, երևում է որ փողերը ձեռները, այս մարդիկ որ այդ անունով խանութը մտնում են, ասում են հայկական կոնյակ են ուզում 1, 2, 3, 4, մեկ էլ այդ սաղ ռեստորանները սկսում են հայկական կոնյակ առնել, ունենան, որտեղ ու սկսում են առաջարկել մյուս հաճախորդներին նույնպես, ինչ ունեն, ոնց հայկական կոնյակ։ Իգը չգիտի, դա լավ է, բայց հայկական։ Հələ էդի Շուստովա, հələ ժամանակ տեխնոլոգիաներ կային։ Նույն բանը հիմա կարան անել։ Շատ հանգիստ։ Ընդ որում ռուսներն են անում, ռուսական վիդեոներ եմ տենում, մի ռուսկին լացելով ասում է, ուր է մեր հայկական ելակը, հələ տեսել ես, չէ՞։ Հələ տեսեք ինչա։ Այն մեկն էլ ծիրանի մասին է ասում, չկերակ մենք կուտենք կամ մեր Ես անկեղծ ասեմ, ես չգիտեի, որ Հայաստանում Մոյսես ելակ է հաճում։ Ես որ փակեցին, արդեն ահագին ես։ Չէ, որովհետև ելակի արտադրությունը այս տարիների ընթացքում Հայաստանում շատ առաջ գնացել։ Բայց այսօր ինչ-որ մեր մոտ բաներ, food court հաղորդում է գնում։ Բա, բայց դա չէ, այսօր գլխավոր թեման։ Բայց դա հենց այսօրվա քաղաքականության արդյունքն է, հետևանքն է։ Մենք ինչ անենք, օրինակ կարանք քաղաքականությունից խոսանք։ Դե հա նոր ասեց էլ, այդ մարդը ասում է, որ այսօրվա քո ասած գյուղատնտեսությունը կորցանել է։ Այդ քո ասած մարդը իմիջայլոջ ես հաղորդմանս շրջանակներում ընթերցել եմ։ Գյուղատնտեսությունից են խոսում։ Գյուղատնտեսության զարգացման համար առաջնային ի՞նչն է անհրաժեշտությունը։ Ջուրը։ Եթե Սևան ազգային պարկը, առհասարակ Սևանի ավազանը, այդ մեր գեղեցկուհին, ասենք, այնպես են իրանց դաչաները սարքել, որ ու կոտեջները, որ դու տեսնում ու հասկանում ես, որ բացառվում է այդ կառավարիչները, ովքեր որ այդտեղ են սարքել, բացառվում է թույլ տան, որ Սևանի մակարդակը բարձրանա։ Իհարկե։ 162-ը արդեն շինություն են քանդել այնտեղ։ Բա իրանց վիլայի հապը մնա ջրի մեջ։ Բա այդ խնդիրը կամ, ասենք նույն բանում Բերքաբերի այդ մոտի ջրամբարը, որը որ հիմա դե բնականաբար նաև ադրբեջանցիների բանտակը, բայց սահմանազատման արդյունքում այդտեղ իմ կարծիքով փոփոխություններ կլինեն։ Ասենք օրինակ Քոչարյան Ռոբերտի կառավարման տարիներին այդ խողովակները որ հանում տանում էին, դե մի ծախում էին, լափում էին, ինչ էին անում, թողնենք իրանց։ Բայց գյուղացին ինչ ջուր պիտի ոռոգեր։ Այսինքն դու իրան հուշում էիր, որ դու ջուր չես ունենալու, մեկ այդ ջրամբարը էլ մեր համար չի։ Սա թուրքերին հանձնել չէ։ 225 հեկտար անտառ։ Արթուր Խաչատրյանը դաշնակցական ինձանից լավ կիմանա երևի թե ու մանրամասները գուցե մի օր ինքը որոշի պատմի, թե երբ որ մարզպետերը աշխատում են մյուս տեղի խողովակները ուր էին գնում։ Բայց այս ամեն ինչը գյուղատնտեսության կործանման մասին չէ։ Ու գիտեք, մի հատ բան են դրել, գյուղնախարարություն ինչի չունենք։ Այքես բան չունենք, որովհետև գյուղնախարարություն չունենք, էկոնոմիկայի նախարարությունն է, որը հիանալի զբաղվում է քաղաքական առումով, էսի։ Չէ, վաղը կարող է ըստ անհրաժեշտության նայել։ Կարող է լինի, բայց ախր գյուղնախարարությունը, ասենք հարգելի գյուղացիներ, ձեզ որ բան են ասում, մեր հարգելի գյուղատնտեսներ, գյուղացիներ, չէ՞, որովհետև մարդիկ կան արդեն այսօրվա դրությամբ գնում սովորում, գնում են գյուղում, գյուղատնտեսությամբ են զբաղվում, ասենք պարտադիր չի էլի, որ դու գյուղաբնակ լինես, որ գյուղատնտեսություն փայլուն ընտանեկան բիզնեսներ կան, որովհետև ժամանակակից ձևով են վերաբերվում։ Եվ ոչ ավանդական մշակաբույսերի աճեցմամբ են զբաղվում, ինչը որ շատ թանկարժի պահանջարկ կա, ասենք թանկարժեք ռեստորաններում եւ այլն։ Թանկարժեք ոչխարներ, թանկարժեք անասուններ են ոչ ավանդական։ Այն տեխնիկականը անցնում։ Հիմա այս սրալ գոտաները, հուշումները քաղաքական երաշխիքները տալիս է էկոնոմիկայի նախարարությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը օրինակ հայտարարություն է անում, ասում է ժողովուրդ ջան, այսինչ ցեղատեսակի խեցգետին
Եթե կարողանաք 5 տոննայից ավել բուծեք, այսքանը մենք ենք ֆինանսավորում, այս ինչ հարցնել մենք ենք լուծում։ Всё, էլ դու, եթե դու ունես ջրավազաններ, ասենք կարելի է շատ արագ հասկանալ, չի ընդունում ձուկը բանը Ռուսաստանը, թող չընդունի։ Թող չընդունի, ասենք կարելի է արագ մի բան, չէ, իհարկե թացուչոր խառնվի, այսպես մի նայում, հատ համեմատություն եմ ուզում։ դիվերսիֆիկացման համար պետությունը պատրաստ է, բայց ինչ անենք, պետությունը տանենք նրանք վտանգի տակ, որպեսզի հանկարծ բիզնես դրած մարդը չդուրժի, բայց չի։ Մի հատ օրինակ բերեմ, կարող է սխալվում եմ, տես ես մասնագետ չեմ, առավել եւս անասնաբուծության մասնագետ չեմ։ Դու ուշադրություն դարձրել ես, մանավանդ դու մարզերում շատ ես լինում եզնիների, քրդերի, անասունների վիճակը, ոչխարների, փայլուն վիճակում, ուշադրություն դարձրել ես, որ ամեն ոչխարի հոտի մեջ առնվազն 5-6 գելխեղճ շուն կա։ Հա, մշտապես։ Ընդ որում կերած, խմած, նես լավ տեղին կենթանիներ են։ Ասեմ անասնապահների մոտ հատկապես հա քրդերի ու եզդիների մոտ իրանց համար մասնագետ են։ շատ դեպքերում իրանց տան անդամից թանկ է։ Հա։ Ու դա հասկանալի է։ Իսկ մերոնց պարագայում նայում ես ինչ որ նես խեղճ լղար շներ են Հաճար գիտի։ ու ինչ որ մի հնդիկ են օրա տեսա տենց կովեր էր արածացնում երևի մի 150 կովեր ոչ մի կենթանի չկա ու մի հնդիկ հնդիկներին բան չունեմ ասել Չէ, մի րոպե, բայց շատ լավ տարբերակ է գտել, ասախի։ Հա Արա բացառվում է այդ հնդիկը կովի հետ վատ վարվի։ Հա, իրանց ոչ սրբությունն է, հա, ճիշտ է։ Ինքը ավելի վստահելի հովիվ կան հնդիկն է։ Բայց հարց, Տավարի համար չի։ բայց գայելերից կպաշտպանի։ Կպաշտպանի իր սրբությունն է։ Դու լավ բռնացրեցիր այդ մեկը։ Հա։ Բայց ես ասեմ, ես հիշում եմ առնվազն մի քանի տարի առաջ հաստատ պատերազմի հեղափոխությունից հետո 250-300 հազարով հովիվ չէին կարողանում ճարել։ Դե հենց է դա։ Բայց չէ որ դու կարաս ունենաս մի դեռահաս տղա, ասենք հովիվ, բայց ունենաս 4-5 որակյալ շուն, որ անհնարին այս Ավստրալիայում, աշխարհի ցանկացած երկրում թիվ 1 խնդիրը, ասենք, արածվող անասունի համար դա շների առկայությունն է։ Ընդ որում պրոֆեսիոնալ, ինչ որ իմաստով պրոֆեսիոնալ։ Ոնց է այդ բառը կոչվում։ Հա, այն ավստրալիական, այն սև ու սպիտակ հրաշք են։ Դեստեղ Կոնկրետ դրա վրա տուրիզմ են իրանք անում զարգացնում։ Հա։ Մեր մոտ էր կարա, չէ, ասենք տուրիստը գալիս է, այստեղ էլ եմ արդեն։ Տուրիստները գնում են այն տեղերը, որտեղ ոչխարաբուծություն կա ու որտեղ կան հենց գելխեղտներ հայկական։ Հատուկ այդ գելխեղտների համար գնում ասում են այդ մարզը, Սարի գլխին։ Տես, ինչը որ մեր համար սովորական է, շատ-շատերի համար դա կարա լինի հետաքրքիր, որովհետև ինքը լրիվ ուրիշ իրականություն է գալիս։ Ինչպես որ մեր համար, ասենք, չգիտեմ, եվրոպական որևիցե մի երկրում, երբ որ քաղաքում քայլում ես, այդ քաղաքային գեղեցկությունը, որակը, բան տեսնում ես, քեզ հետաքրքիր է աճել։ Այդ մշակույթը, հա, որովհետև մենք տարբեր իրականություններ ունենք, թե որը ինչով է լավ, ինչով է, դա հարցի Իսկ այս խեղճ ռուսները առավոտից իրիկում մեր ձորերի, սարերի աղբն են հավաքում։ Չի կարելի ժողովուրդ տենց էլի։ Այդքան անտարբեր, այդքան դուք խոսում եք հաստատ ամեն սեղանի նստելուց, սեղանի շուրջ նստելուց, բաժակ եք բարձրացնում մեր հայրենիքը, մեր հող ու ջուրը։ Լավ այդքան աղբը որտեղից եք դուք ստեղծում, թափում, այդ լալվարի լեռներում կամ չգիտեմ որտեղ, հա, որոտանի կիրճում, դեն, ինչի։ Բա ուր մնա ձեր հայրենասիրությունը, թե ձեր հայրենասիրությունը ավարտվում է ձեր Facebook-ում բան գրելով, ստատուս գրելով։ Կամ էլ ձեր ցանկապատից այն կողմ արդեն էլ ձերը չի։ Դա արդեն հայրենիք չի։ Որովհետև մենք մեզ սովորացրել են, որ մենք սիրենք այն, ինչը Հայաստանում չի։ Հա։ Մենք Ցավոք, մեր ուշադրությունը, ես նոր որ Սևանի մասին ասում եմ, ես նորը կարդում էի համել հայտար այդ բանը հրապարակումը ու իր այն պաբոշնի էֆեկտները հաշվի առնում։ Ցնդելու բանը չի կարելի, գիտեք, Սևանը
տարածաշրջանում չկա Սևան։ Իսկ դու գիտես, որ Սևանն էլ հիմա մաս ծախած կլնեին, ասեն չի ծախվել։ Թե Միջազգային կառույցները կանից էին, թե չէ դու կծա սեփական աշնորհին։ Ինչ վատ էր, պատկերս ասա Սևանը ասենց վերցնում ես, այսքանը իմնա, չգիտեմ, սրանից այսքանը դե ես շատ կարևոր եմ, չէ, սրանից ասենք այսքանը քոնն է, այնքան էլ Արմենինն է։ Այդ տրամաբանությամբ, հա, այդ տրամաբանությամբ նայում ես անտառ 225 հեկտար անտառ։ Լավ, ոնց։ Ծաղկաձորում։ Հա, ոնց։ Կամ ես ինչ տեղում 100 հեկտար ես ինչ հող։ Ու վատը գիտես որ այ հիմա մեր հայրենակիցներից շատ կլինեն որ գալիս են շրջում են Հայաստանով ու երևի այդ հարցը տալիս են ասում են ես հողատարածքները ինչ են սենց անտեր մնացել։ Ասեմ, որովհետև թույլ չեն տվել որևիցե մեկը վերցնի, իրանք զավթել են։ Ասում են քանի մենք կանգնից զավթենք, հետո մի բան կձեռնարկենք այդ։ Հանգանակը ծախենք։ Ու այսօր այնքան տեղեր կան, որ այդ են զավթած են, իրանք էլ չկան, ռոզիսկների տակ են ու այդ անմշակա մնացել։ Իհարկե կան տեղեր, որտեղ որ մշակելու բարդություն կա, ասենք լոգիստիկ հարցեր կա, ջրային ռեսուրսների հարցեր կա, բայց շատ տեղերում էլ այդ խնդիրները չկան։ Ու գյուղացիները նույն բանը, օհանավանը Այնտեղ խոսում էի տղերքի հետ, ասում ցույց էին տալիս, չգիտեմ, դա արդեն Օհանավանի պատկանող տարածքներն է թե չէ, բայց երևում էր դեպի Հովանավանքից դեպի ցախ, այդ դեպի լեռել, նայ, սա պարապ տարածքները, որ կարելի է մշակել, չենք կարող, որովհետև վերցրել են, զավթել են։ Ընդ որում այս պարագայում ես ուզում եմ հատուկ Սրանից ավելի մեծ վնաս կարելի է տալ պետություն։ Հատուկ ընդգծեմ հարգանքս այն գործարարների, որ այդ բան անապատացած հողերը այսօր դարձրել են ինտենսիվ այգիներ։ Հա, այդտենց է կան։ Քեֆդ բերում է։ Հա, բայց այդտեղ կառավարությունն էլ հսկայական ներդրում է արել։ Հսկայական։ Գիտես, ես անկեղծ ասեմ, Մկրտչյան, ես շատ դեպքերում ինձ մի քիչ հիմար եմ զգում, որ շարունակում եմ դեռ ապրել Երևանում։ Որովհետև ինձ թվում է, այսօր գյուղական համայնքում ապրելը պիտի որ ավելի ձեռնտու է։ Եվ այո, վստահաբար հիմա գյուղական համայնքի մեր քաղաքացիները էլ կդիտեն, կասեն գնել ջան, չէ, էլի հələ դու մեր հալ արից։ Ես գիտեմ, ինչքան եք դուք չարչարում, բայց նաև ինձ թվում է, որ այդ դիվերսիֆիկացումը, փոփոխությունը գյուղատնտեսության դուք շատ դանդաղ եք իրականացնում։ Շատ դանդաղ։ Չգիտեմ ինչ պատճառներով, ամեն մեկի մոտ մի պատճառ կլինի, բայց հանգիստ է, այս պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ամեն մեկինս է։ Ապրում ենք մոտ 3 միլիոն մարդ։ Այսինքն ամեն մեկս մեր պետության մոտավորապես 1-3 միլիոներորդական բաժնետերն ենք, հասկանում եք։ Ու դա ինչի համար եմ ես հիշեցնում։ Եթե ինչ որ բան եք ուզում անեք չի ստացվում, օրինակ համայնքապետարանը չհետաքրքրվեց, մարզպետարան չհետաքրքրվեց, օքեյ, գալսեք Երևան, մտնում եք էկոնոմիկայի նախարարություն, ասում եք տես, դիմել եմ համայնքապետարան, դիմել եմ մարզպետարան, ինձ խորհուրդ է պետք այս տարածքս ինչ անեմ։ Ինձ օգնեք, ես անեմ, ես աշխատող մարդն եմ։ Մի խրատը, որովհետև բազմաթիվ հիանալի ծրագրեր է հաստատվում կառավարության նիստի ժամանակ, բազմաթիվ, որոնք կոմունիկացիան չի ապահովում, որ կառավարությունից հասնի քաղաքացուն։ Իմիջիայլոց այս քարոզարշավի ընթացքում լավ էր, բացահայտում է իրանք տեսան այդ ամեն ինչի։ Ես որ 5 տարի գոռում եմ, ասում եմ հարգելիներս, վարչապետը նստած, մի քանի տարի առաջ էր, ասում է դուք ձեր տան բակի այն անպետք ծառերը հանեք, ասենք որ հանում եք, հանենք, մենք ձեզ անվճար կտանք սերտիֆիկացված տնկիներ, ոռոգման, կաթիլային ոռոգման ջուրը կքաշենք 3 տարի էլ օրինակ։ Ձեր երեխեքն էլ այդ ծառերը, հա։ Հիմա գնում են հասնում են գյուղ, գիտես ինչա դառնում։ Ոնց թե բա Փաշինյանը չի ասում ձեր այգիները քանդեք։ Փաշինյանը չի ասում ձեր այգիները քանդեք, ասում է ձեր տնամերձ տարածքում Եթե դուք ունեք անպիտան ծառեր, հանեք եւ տնկեք որակյալ, այսինքն առաջին այսքից կառավարությունը լավ բան ասում, բայց կոմունիկացիան այս կառավարության նիստին եկած մարզպետը
համայնքի ղեկավարներին չի կարողանում հանձնարարի ու պահանջի։ Ասի գիտեք ոնց գնում եք ձեր գյուղերում ոնց եք անում, ոչ եք անում։ Համայնքի ղեկավարը գյուղապետերին, գյուղապետը գյուղում ինչ ա եղել, գյուղապետը բեկինա 5 հոգու ասի մնացածը ցած չիմանա։ Ասի Ժողովուրդ ջան, սենց բան կա։ Մենք ուզեք մասնակցենք, այդ կոլխոզային բանը չի կիրառվում, չէ, բայց չէ որ անցել եք դա։ Եվ հետո Գնել ջան բանում կոլխոզները քանդվեց, բայց դրա ժամանակակից մոդելը չձևավորվեց։ Շուկայում պետք է տանկի չվաճառվի։ Տանկին պետք է վաճառվի սերտիֆիկացված ինչ որ հաստատությունում, որը ստացել է թե բուժում, թե այդ վնասատուների դեմ համապատասխան ինչ որ դեղորայք եւ այլն, հա։ Չէ, գիտեն, მე Բանգլադեշի շուկայում չես տեսել։ Ինչքան տենկի են ծախում, ես այդ մարդկանց բանով որոսարվեցի լավ ծիրարի խառը կանաչու նման մի բան է, չէ, բան չունեմ ասելու, հա, էդ էլ լավ մարդեր երևում, ինքը ինչի խապեսի հաստատ շլոր հետո այդ մարդը գնում տնկում է տենում է ինչ-որ են վայրի տանձա խոսքի, հա, այնքան էլ որակով տանձ չի ամեն դեպս, հա, իսկ դրա փոխարեն ճանաչում է տանձը ծիրանը խնձոր ճանաչում է դրա փոխարեն ինքը կվճարեր, ասենք 3000 դրամ ավելի թանկ, բայց կառներ կգներ անես մի հատ տանկի, որը վաղը մյուս օր կապահովեր իրանց ողջ ընտանիքը։ Չգիտեմ, ինձ թվում է մենք ունենք լոգիստիկաների եւ կոմունիկացիաների խնդիր ու դրանք արդեն ահագին ժամանակ է ոչ թե ճանապարհների, ասֆալտապատ ճանապարհների տեսքով են, այլ փոխըմբռնման տեսքով այդ խնդիրները։ Այսինքն եթե մենք ժամանակին ունեինք լոգիստիկայի խնդիրներ, որովհետև ճանապարհներ չկային գյուղից գյուղ։ Հիմա պարկ ասո։ Հիմա ունենք լոգիստիկայի խնդիրներ, կառավարություն, իշխանություն, քաղաքացի այդ կապը հաստատելու համար։ Եվ այսքանով մեր գյուղաքաղաքատնտեսական հաղորդումը ավարտվեց։ Շատ լավ էր։ Արմենի պետք է չի։ Ռեքը տվել գնացել հանգստանում, մենք ենք տառապում, սա որ ցեխերի ջրերի մեջ։ Դե, այսքանն է։ ամենայն բարիք ձեզ։